Մանկական անհագետաքրքրասիրությունն անսահման է եւ երբեմն այն հանդիպում է տանը թաքնված ամենավտանգավոր խաղալիքներին, գունավոր հաբերին կամ վառ պիտակներով քիմիական մաքրող միջոցներին։ Այս դեպքերում երեխաների համար աշխարհը ճանաչելու ճանապարհը կարող է վայրկյանների ընթացքում վերածվել իրական վտանգի։ Ըստ վիճակագրական տվյալների 2026 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է դեղորայքային եւ քիմիական նյութերով թունավորման 464 դեպք։ Մոտ 50% դեպքերում դրանք մինչև 6 տարեկան երեխաներ են, որտեղ եւ բնորոշ է այդ փնտրող ճանաչող աշխարհը վարքագիծը։ Երբ երեխան նոր սկսում է քայլել, բռնվում է, բարձրանում է։ Պատկերացրեք, մենք այն դեպքերում, եթե մենք ուզում ենք կանխենք թունավորումները կամ ցանկացած այլ դժբախտ պատահար, պետք է իջնենք երեխայի տեսողության մակարդակին աչքերը։ Մենք մեր բարձր հասակից չենք կարող երբևիցե դատել, թե արդյոք այս միջավայրը անվտանգ է երեխայի համար, թե ոչ։ Հետևաբար հորդորներից մեկն է պարտադիր իջնենք տվյալ տարիքային խմբի երեխայի աչքերի մակարդակի եւ դիտարկենք իր կողմից անվտանգության կանոնների պահպանումը։ Անվտանգությունը սկսվում է պահման պայմաններից, դասավորվածությունից ու դիրքավորումից։ Մասնագետները հորդորում են բոլոր քիմիական նյութերը պահել հնարավորինս բարձր տեղերում եւ անպայման կողպել դռները, ինչպես նաեւ դրանք չլցնել սննդի համար նախատեսված տարաների մեջ, քանի որ երեխաները կմտածեն, թե դրա ներսում ուտելիք է եւ կփորձեն համտեսել։ Ինչ վերաբերում է դեղորայքին, թունավորումների հիմնական պատճառներից են դրանք սառնարանու պահելը եւ երեխաների մոլորեցնելը, թե իբր դրանք կոնֆետներ են, նախատեսված մեծերի համար, ինչպես նաեւ դեղաչափերի շփոթմունքը։ Հիմնական պատճառներից մեկն են քիմիական թունավորումների, դրանք տարբեր լվացքի միջոցներն են, քիմիական մաքրման միջոցներն են, հեղուկներ տարբեր պահվում են լվացարանի ներքևի դարակներում, եւ շատ ավելի հասանելի, թվում է թե հասանելի չեն, բայց այո, փնտրող երեխաների համար գրեթե անհասանելի տարածքներ չկան։ Դեղորայքային թունավորումների կանխարգելման հարցում հիշենք պարզապես, որ գեղեցիկ դրաժեները անվանել կոնֆետներ, մենք կձևավորենք արդեն պատրաստի վարվելակերպ երեխայի համար, որ ցանկացած տեսակի դեղը կարող է հանդիսանալ համով կոնֆետ երեխայի համար։ Քիմիական նյութերից թունավորման դեպքում բերանի խոռոչում նկատվում են գրգռման եւ այրվածքի ախտանիշներ, կարող են դիտվել շուրթերի ու լեզվի այտուցում, ինչպես նաեւ շնչառության դժվարացում, իսկ թե որ օրգաններն են հատկապես տուժում, մանրամասնում է մասնագետը։ Այրող քայքայող նյութերը առաջացնում են գերագրափողի եւ ստամոքսիլ օրգաթաղանթների խորը վնասումներ եւ որպես վտանգավոր բարդություններ կարող է առաջանալ անգամ գերագրափողի կամ ստամոքսի պատի պատրվակ։ Եվ իհարկե այդ նույն նյութերը կարող են ներթափանցել, հատկապես ցում առաջացնելու դեպքում ներթափանցել դեպի շնչուղիներ։ Դա կարող է առաջ բերել նաեւ շնչական խանգարման երևույթներ։ Գրիգորյանը խոսեց նաեւ այն մասին, թե ինչ ախտանիշներով է բնութագրվում դեղորայքային թունավորումը։ Ուշող են հետևյալ ախտանիշները, հիմնական հիվանդակին տեսքը, ընդհանուր թուլությունը, բացարձակ առողջ վիճակից հետո հանկարծակի իհայտ եկող երևույթներ, օրինակ որովայնի շրջանում ցավեր, սրտխառնոց, փսխում, լուծ, խոնավ մաշկ, գունատ մաշկ, կարող է լինել առաջանալ դժվարացած շնչառություն կամ քնկոտություն կամ հակառակը գրգռված վիճակ։ Ըստ մասնագետի ցանկացած դեպքում չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ, այդպիսով կարող ենք էլ ավելի վատացնել վիճակը։ Պետք է անհապաղ դիմել բժշկի, հասկանալու թե ինչ աստիճանի թունավորում է եղել եւ նշանակել համապատասխան բուժում։ Թունավորման բուժումն ուշացնելու դեպքում այն կարող է բացասաբար ազդել մարդու վարքի եւ ինքնազգացողության վրա, ընդհուպ հասցնել մինչեւ մահվան։ Լուիզա Սարգսյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։